Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին և 9-ին Ուկրաինայում հայտարարում է երկուօրյա հրադադար։ Նշվում է, որ հույս ունեն ուկրաինական կողմը կհետևի այդ օրինակին։ Միաժամանակ նախազգուշացվել է, որ հրադադարի խախտման կամ հաղթանակի օրվա տոնակատարությունների խոչընդոտման դեպքում հնարավոր է զանգվածային հրթիռային հարված Կիևի կենտրոնին։ Ռուսական կողմը նաև կոչ է արել քաղաքացիական բնակչությանը և դիվանագիտական ներկայացուցչություններին անհրաժեշտության դեպքում լքել Կիևը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտոնապես չի համաձայնեցրել հրադադարը Կիևի հետ։ Նրա խոսքով կարճաժամկետ հրադադարը անիմաստ է, իսկ մինչ այդ շարունակվում են զոհերը։ Զելենսկին նաև հավելել է, Ռուսաստանը շահագրգռված չէ իրական խաղաղությամբ, այլ փորձում է վերահսկել իրավիճակը։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Իրանից արձակված 3 հրթիռ, որոնք խոցվել են երկրի տարածքային ջրերի վրա, իսկ 4-րդը ընկել է ծովը։ Էմիրության Էլ-Ֆուջեյրա նավթային օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Իրանական անօդաչուի հարվածից հետո Իրանը հերքել է Էմիրատների վրա ցանկացած հարձակում իրականացնելու փաստը։ Միաժամանակ Իրանի բանակը հայտարարել է, պատրաստ է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր կիրառել որպես նախազգուշացում ռազմածովային ուժերի դեմ Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ-ն հայտարարել է ազատության նախագիծ առաքելության շրջանակում նավերի ուղեկցման մասին, ինչին Թեհրանը պատասխանել է, դա դիտարկելով որպես հրադադարի խախտում։ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակասությունները սրվում են, հատկապես նեղուցի վերահսկման հարցում։ Հորմուզի նեղուցը մնում է փակ կամ սահմանափակված Մերձավոր Արևելքի պատերազմի ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է ՆԱՏՕ-ն օգնության չի հասնի Վաշինգտոնին, եթե այն ներքաշվի խոշոր ռազմական հակամարտության մեջ։ Եթե մենք հայտնվեինք խոշոր հակամարտության մեջ կամ նույնիսկ ավելի մեծ, չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն մեզ հետ կլիներ, ասել է նախագահը։ Նկատի ունենալով Չինաստան կատարելիք իր առաջիկա այցը Թրամփը պարզաբանել է. Նախընտրում է լավ հարաբերություններ ունենալ Պեկինի հետ։ Մենք շատ ամուր հարաբերություններ ունենք և ես կարծում եմ, որ ավելի լավ է Չինաստանի հետ լեզու գտնել, քան պատերազմել, և նրանք նույն կերպ են զգում, ասել է ԱՄՆ նախագահը։ 7000 կոլումբիացիներ, որոնք ռազմական պատրաստվածություն են ստացել, կռվում և անիմաստ կերպով զոհվում են Ուկրաինայում, մասնակցելով ուրիշի հակամարտությանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ 7000 կոլումբիացի քաղաքացիներ, որոնք անցել են զինվորական պատրաստություն, կռվում են ուրիշի պատերազմում և անգիտակից կերպով մահանում են Ուկրաինայում։ Մենք չենք ուզում մահ արտահանել։ Վարձկան գործունեությունը արգելված է օրենքով, նշել է պետության ղեկավարը։ Հորմուզի նեղուցում 2 բեռնատար նավերի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, հաղորդում է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը, հղում անելով ռազմական աղբյուրին։ Քաղաքացիական բեռներ տեղափոխող նավերը Օմանի Խասաբ նավահանգստից դեպի Իրանի ափ էին ուղևորվում։ Միջադեպը հայտնաբերվել է ԱՄՆ-ի կողմից մի քանի իրանական նավակներ խորտակելու մասին հաղորդագրությունների ստուգումից հետո։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, ԱՄՆ-ն վերականգնել է Հնդկական օվկիանոսում կալանված իրանական տանկերներից նավթի մեծ մասը։ Դրա մեծ մասը գնում է Միացյալ Նահանգներ, ասել է նա, անդրադառնալով այս հարցին։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պաշտոնական այցով կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ մայիսի 7-ին կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Աղբյուրների համաձայն բանակցությունների օրակարգում են երկկողմ առևտրի, Բրազիլիայում հնարավոր համատեղ հանքարդյունաբերական նախագծերի և միջազգային հանցավոր խմբավորումների դեմ պայքարի քննարկումները։ Բացի այդ, երկու առաջնորդները նախատեսում են մտքեր փոխանակել համաշխարհային իրավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես նախատեսվում է, որ նրանք կանդրադառնան Իրանի շուրջ սրվող հակամարտությանը։ Մայիսի 5-ին Հայաստանի ազգային ժողովի նիստում քննարկվել է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը թափուր պաշտոնի համար առաջադրել է Կենտրոնական բանկի գործող նախագահի Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Վերջինիս թեկնածությունը ներկայացրել է իշխող խմբակցությունից պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։ Գալստյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել իշխող խմբակցությանը իր թեկնածությունն ընտրելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության փառքի շքանշանով։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց հերթին պարգևատրվել են Ֆրանսիայի պատվո լեգիոն մեծ խաչ շքանշանով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է։ ՀՀ-ԵՄ հարաբերությունը եւս մեկ քայլով բարձրացնում ենք։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել, ելնելով միայն քաղաքական կամքի վրա իրականացված են։ Բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ օրենսդրական եւ փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում եւ այս առումով ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է, նշել է Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետությունը թեւակողել է խաղաղության ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան եւ սա անկասկած բարենպաստ միջավայր է ստեղծում մեր երկրում հարաբերությունների զարգացման համար, ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Անշուշտ մեզ համար շատ կարեւոր է պաշտպանել սեփական ճակատագիրն ընտրելու հայ ժողովրդի ազատությունը։ Դուք կարող եք հույս դնել այն բանի վրա, որ ԵՄ-ն այս ճանապարհը կանցնի ձեզ հետ միասին, հայտնել է Կոշտան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահները ծաղկեպսակներ են դրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Էմանուել Մակրոնը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ նշել. Հայաստանը եւ Եվրոպական միությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ։ Մենք լավ առաջընթաց ենք գրացել վիզաների ազատականացման հարցում։ Մեր ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն իսկ նախատեսվել է 2.5 միլիարդ եվրո ներդրումների հոսքն ապահովելու համար։ Հաջորդիվ կայանալու է Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը։ Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության եւ բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ մի շարք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում էին եվրոպական առաջնորդներից աջակցել իրենց երեխաների որոնմանը։ Նրանք նշել են, որ իրենց միակ պահանջը որդիների վերադարձն է։ Փորձում ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, այս անգամ էլ այս ակցիան ենք կազմակերպել, փորձելով ինչ-որ կերպ արժանանալ այլ երկրների պաշտոնյաների աջակցությանը։ Մեր պահանջը մեկն է՝ վերադարձրեք մեր որդիներին, մեր պահանջը արդար է։ Այս ակցիայով փորձում ենք ներկայացնել մեր ցավը, տառապանքը, այն ճանապարհը, որը անցել ենք այս տարիներին, նշել է անհետ կորածի հարազատը։ Մեկ այլ ակցիա էլ տեղի ունեցել Բաքվում ապօրինի պահվող գերիների ազատ արձակման պահանջով։ Իմ կարծիքով, եթե այսօր Հայաստանի իշխանությունը դա չի անում, մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք եւ հասանելի դարձնենք եվրոպական բոլոր ղեկավարներին, այսինքն երկրներին, որ իրենք նույնպես իրենց աջակցությունը հայտնեն Հայաստանի ժողովրդին, քանի որ Հայաստանի ժողովուրդը դժգոհ է եւ իսկ նաև իրենք իրականությունը չեն կարողանում անցնել, քանի որ ներքին խոհանոցում չկան եւ իրենք առանձնացում են Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Մենք պետք է կարողանանք այսօր այստեղ բարձրացնել մեր ձայնը եւ մաքսիմալ հասնենք իրենց, որ այսօր Հայաստանում չկա ժողովրդավարություն, այսօր Հայաստանում բռնապետություն է եւ Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամները 9 նշան բողոքի դրոշ էին կախել Դավթաշենի կամրջից։ Բողոքի ակցիաներ են իրականացրել նաև արցախցիները պահանջելով վերադարձ Արցախ, Հայաստան դաշինքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Այս գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական մահվան, Հայաստանի Հանրապետության ռեգիոնալ ոչնչացման հերթական արարն է։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ կապերը Եվրոպական միության հետ դրվել են երկրի ներկայիս իշխանության ղեկավարումից առաջ։ Սա Փաշինյանի հաղթանակը չէ։ Քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով հավաքի ժամանակ նշել է Աշոտյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 4-ի արտահերթ նիստում սահմանել է ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի եւ հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը։ Նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան։ Հանրային հեռարձակողները պարտավոր են ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ։
Ֆինլանդիա եւ Շվեդիայի կողմից աջակցվող փաստաթուղթ է ներկայացվել Եվրամիության ղեկավարությանը։ Այստեղ նշվում է, որ Եվրամիությունը պետք է ամրապնդի ռազմական համակարգումը եւ ազգային պաշտպանության նախարարների դերը իր խորհրդում։ Իր անդամ պետությունների տարածքները ավելի արդյունավետ պաշտպանելու համար, հաղորդում է Politico-ն։ Նախաձեռնությանը ծանոթ եվրոպացի դիվանագետը հրատարակությանը հայտնել է. Եվրամիությունում եվրոպական պաշտպանական պատրաստվածության վերաբերյալ քննարկումները պահանջում են արդյունավետ եւ կառուցվածքային պլանավորում տրանսատլանտյան գործընկերության շրջանակներում։ Հոդվածում նշվում է, փաստաթղթի հեղինակները ցանկանում են, որ դաշինքի երկրները ավելի լավ իրականացնեն Բրյուսելի առաջարկները իրենց տարածքներում, բայց նաև հույս ունեն Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միջև համագործակցություն ռազմական ներուժը մեծացնելու կոնկրետ քայլեր ցուցաբերել նախագծում։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայու խոսքով Իրանը հանձնառու է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունները հետագա ամրապնդելուն։ Երկու երկրներն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ շատ կարեւոր դեր են խաղում միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներում։ Բնականաբար մենք լրջորեն հանձնառու ենք այս երկրների հետ հարաբերությունները շարունակաբար ամրապնդելուն, նշել է խոսնակը։ Վերջինս հավելել է, Իրանը նաև խորհրդակցում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ եւ մշտական կապի մեջ է Մոսկվայի եւ Պեկինի հետ։ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողությանը։ Նա նաև նշել է, Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հակամարտության լուծում կարող է լինել միայն Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը։ Եթե հիմա ուզում են նորից բացել, շատ լավ է։ Այդ մասին մենք ամենասկզբից ասել ենք, ասել է Ֆրանսիայի նախագահը, նշելով, որ այսպես թե այնպես Ֆրանսիան չի մասնակցի Մերձավոր Արևելքում որևէ ուժային գործողության։ Միաժամանակ նա ընդգծել է, շատ կարևոր է հրադադարի պահպանումը նաև Լիբանանում, որտեղ վերջին 2 օրերին Իսրայելի կողմից վերսկսվել են հարվածները։ Մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրի Սիբիհայի հետ։ Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հարցերին։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Հանդիպան ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները, ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն եւ տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։ Տեղի է ունեցել Հայաստանի եւ Իսպանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Պեդրո Սանչեսի հանդիպումը, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, ընդգծելով ժողովրդավարության ամրապնդման օրենքի գերակայության եւ տնտեսական զարգացման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերը։ Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտներում։ Հանդիպան ընթացքում կողմերը կարևորել են նաև տարածաշրջանային կայունության եւ խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև շարունակական երկխոսության պահպանումը միջազգային հարթակներում։ Թուրքիան եւ Հայաստանը Երևանում գագաթնաժողովի շրջանակում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Ելմազը եւ հրապարակել է լուսանկարներ։ Համապարփակ եւ արդյունավետ հանդիպում ունեցա Նիկոլ Փաշինյանի հետ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Պարոն Փաշինյանի հետ մեր հանդիպման ընթացքում մենք համապարփակ կերպով քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք նաեւ հնարավորություն ունեցանք քննարկելու տրանսպորտային, մաքսային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքների ու կապի ամրապնդման ուղղված քայլերը։ Ուրախ ենք, որ կարգավորման գործընթացում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը կոնկրետ առաջընթաց են ապահովում, նշել է թուրք պաշտոնյան։ ԱՄՆ զինված ուժերը ստացել են նոր հրահանգ հարվածներ հասցնելու Իրանի ռազմական օբյեկտներին, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավակներին եւ հրթիռային դիրքերին։ Այս մասին հայտնում է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, հղում անելով ամերիկյան բարձրաստիճան աղբյուրներին։ Ըստ տեղեկատվության փոխվել են տարածաշրջանում ամերիկյան ուժերի կողմից ուժի կիրառման կանոնները եւ այժմ նրանց թույլատրված է անմիջապես հարվածել սպառնալիք հանդիսացող թիրախներին։ Խոսքը հատկապես վերաբերում է արագ
գործընթաց նավակներին եւ հրթիռային համակարգերին, որոնք կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ ուժերի համար։ Մինչ այդ Իրանը հայտարարել էր, որ իր ռազմածովային ուժերին հաջողվել է կանխել ամերիկյան եւ իսրայելական նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է աճել Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված նավահանգիստների շրջափակման եւ ռազմական գործողությունների ֆոնին։ Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հիշեցնենք, Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի իր տեսաուղերձում ադրբեջանցի առաջնորդը մի շարք դժգոհություններ էր հայտնել Եվրախորհրդարանի եւ ԵԽԽՎ-ի հասցեին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուղղված բանաձևերի ընդունման համար։ Ալիևի ելույթից հետո խոսք խնդրելով վերջինս ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանը ժողովրդավարական մարմին է եւ բաղկացած է ընտրված ներկայացուցիչներից։ Նրանք բանաձևերն ընդունում են ձայների մեծամասնությամբ։ Այդ բանաձևերը կարող են անհարմարություններ ստեղծել շատերի համար, սակայն մենք երբեք չենք փոխում մեր աշխատանքի մեթոդներն ու որոշումները, շեշտել է Ռոբերտա Մեցոլան։ Էստոնիայում մեկնարկել է այս տարվա ամենամեծ զորավարժությունը՝ Գարնանային փոթորիկ 2026-ը, որին մասնակցում է 12,000 զինծառայող։ Մինչև հունիսի 1-ը տևող զորավարժությունները պլանավորվել եւ կառավարվել են Էստոնիայի դիվիզիայի շտաբի կողմից, ասվում է հայտարարության մեջ։ Զորավարժություններին մասնակցում են ցամաքային, օդային եւ ռազմածովային ուժերի ստորաբաժանումներ, այդ թվում առաջին եւ երկրորդ հետևակային բրիգադները, լոգիստիկ ծառայությունը, կիբերհրամանատարությունը, բանակի այլ ստորաբաժանումներ եւ կամավորական ռազմականացված ուժեր։ Մասնակցում են նաեւ ՆԱՏՕ-ի դաշնակից եւ գործընկեր երկրների ստորաբաժանումներ՝ Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Կանադա, Լատվիա, Լիտվա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա եւ Շվեդիա։ Զորավարժության նպատակն է էստոնական դիվիզիայի եւ դաշնակիցների հետ համատեղ պաշտպանական գործողությունների պլանավորումը եւ անցկացումը, ասվում է հայտարարության մեջ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Հայաստանի մայրաքաղաքում նշել է վերջին տարիներին երկրում տեղի ունեցած էական քաղաքական փոփոխությունները։ Նրա խոսքով Հայաստանի վերափոխումը ակնհայտ է դարձել միջազգային հանրության համար։ Եկեք անկեղծ լինենք, 8 տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ 8 տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք ձեր երկիր այսքան շատ առաջ այցեր շատ խոսուն է, հայտարարել է Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է, նախկինում Հայաստանը շատերի կողմից ընկալվում էր որպես Ռուսաստանի փաստացի դաշնակից, սակայն Թավշյա հեղափոխությունից հետո երկրի ուղեգիծը փոխվել է։ Նա նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը, ով նրա խոսքով վերաուղղորդել է երկիրը, խաղաղությունը ու եվրոպական ինտեգրումը դարձնելով առաջնահերթություններ։ Մակրոնը նաև Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները կապել է Եվրոպայում ընթացող ավելի լայն գործընթացների հետ, ներառյալ Ուկրաինայի դիմադրությունը եւ տարածաշրջանի այլ երկրներում իրականացվող բարեփոխումները։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանի ռազմավարությունը, Մոլդովայում եւ այլ երկրներում ընթացող գործընթացները ցույց են տալիս, որ մենք եվրոպացիներս վերջին տարիներին ընտրություն են կատարել հօգուտ զարթոնքի եւ միասնության, նշել է Ֆրանսիայի առաջնորդը։ Հայաստանի եւ Ադրբեջանին մաղթում ենք միայն խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ եւ երկարաժամկետ։ Այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Մենք խաղաղություն ենք մաղթում ձեզ, պարոն վարչապետ եւ նախագահ Ալիևին։ Մաղթում ենք դա երկու պետություններին էլ, ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է այն կարևորությունը, որ այսօր Հայաստանը հանդես է գալիս եվրոպական երկրների հետ միասին։ Նա հավելել է վերջին 24 տարվա ընթացքում իր այցը Հայաստան Ուկրաինայի նախագահի առաջին այցն է եւ սա իսկապես նշանակալի փաստ է։ Դա ցույց է տալիս կյանքի արժեքը գնահատողների միասնության մասշտաբը։ Զելենսկին նաև ողջունել է այս գագաթնաժողովին Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունը, նշելով, որ եկել է Եվրոպայի եւ Կանադայի կողմից կիսվող ընդհանուր արժեքները համատեղ հնարավորությունների վերածելու ժամանակը։
Սիրելի բարեկամներ, մարտահրավերները ակնհայտ են։ Մենք տեսնում ենք, որ Իրանում պատերազմը դեռևս ավարտված չէ եւ այն կարող է դառնալ երկարատևանկայունության պատճառ եւ բարձրացնել կյանքի գինը բոլորի համար։ Էներգետիկայի եւ անվտանգության ոլորտներում մեր համագործակցությունը պետք է լինի իրական եւ մենք պետք է օգնենք միմյանց պատրաստվել ձմռանը, էներգետիկ մարտահրավերներին եւ մենք պետք է ձգտենք երկարաժամկետ լուծումների հասնել Հորմուզի նեղուցում, ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։ Նիկոլ Փաշինյանը եւ Բելգիայի թագավորության վարչապետ Բարդե Վեյերը Երևանում մասնակցել են Հայաստանում Բելգիայի թագավորության դեսպանատան բացման արարողությանը։ Արարողության շրջանակում երկու երկրների ղեկավարները հանդես են եկել ողջույնի խոսքով։ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ հաճելի է ներկա լինել մեր երկրում Բելգիայի դեսպանատան բացմանը։ Նա նաեւ բարձր է գնահատել Բելգիայի աջակցությունը Եվրոպական միության հետ համագործակցության գործում։ Իր խոսքում Բարդե Վեյերն ընդգծել է, որ Բելգիայում կա մեծ հայկական համայնք, որը շարունակում է ծառայել որպես կենթանի կամուրջ երկու երկրների միջև։ Կարևորելով դեսպանատան բացումը Բելգիայի վարչապետը նշել է. «Սա իսկապես պատմական պահ է։ Խորը հպարտությամբ ենք բացում մեր դեսպանատունն այստեղ քաղաքակրթության օրաններից մեկում։ Այս դեսպանատունն ավելին է, քան զուտ Բելգիայի եւ Հայաստանի միջև երկարատև կապի խորհրդանիշ», նշել է Բելգիայի թագավորության վարչապետը։ Հայաստանն ինքը կորոշի։ Այսօր Երևանում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին։ Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե եվրոպական հեռանկարը սեղանին է եւ Հայաստանը ինքը կորոշի, ասել է Կայա Կալասը։ Իսպանիայի վարչապետ Պետրո Սանչեսը ժամանել է Երևան մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Զվարթնոց օդանավակայանում Իսպանիայի վարչապետին դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սանչեսը Երևան պետք է ժամաներ մայիսի 3-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նրա ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Մայիսի 4-ում Երևանում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Պաշտոնյաների դիմավորման արարողությունից հետո մեկնարկել է բացման միջոցառումը, որից հետո եվրոպացի առաջնորդները հանդես են եկել ելույթներով։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նկատել է, այս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության համար։ Մենք այժմ ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ, արդեն 2 տարի է ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով։ Սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից վեր։ Այժմ մենք Սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը, եւ սա առաջի անգամն է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով։ Հույս ունեմ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ ընդգծել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում է նաեւ Թուրքիայի փոխնախագահը, որն առաջին փոխնախագահն է, որ երբևէ այցելել է Հայաստան։ Գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է տեսակապի միջոցով, նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել վարչապետ Փաշինյանին Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ եւ նշել, որ չնայած բոլոր այն մարդկանց ու ջանքերի, ովքեր փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին եւ իմ հայ գործընկերոջ ելույթը շատ հստակ դա ընդգծեց։ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 9 ամիս արդեն խաղաղ ապրում են, սովորում են ապրել խաղաղության մեջ, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները, ասել է նա։ Ալիևը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել շուրջ 28000 տոննա բեռ։ Առաջին անգամ սկսվել են նաեւ ադրբեջանական նավթամթերքների, բենզինի եւ դիզելային վառելիքի մատակարարումները Հայաստանում։ Ալիևը նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստան է արտահանվել շուրջ 12000 տոննա նավթամթերք, նշել է Ալիևը։ Մեծ Բրիտանիան չի կարողանա նոր զենք գնել մինչև 2030 թվականը ֆինանսավորման պակասի պատճառով, հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմավարական հրամանատարության նախկին ղեկավար Ռիչարդ Բարոնսը։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կարող են միայն տեսականորեն մտածել պատերազմին պատրաստվելու մասին։ Իրականում նրանք նոր զենքի համար գումար չունեն։ Դրանք հազիվ թե բավարար լինեն տանկերի, ուղղաթիռների եւ հրետանու համար, բայց ոչ բարձր ինքնավար համակարգերի, ինչպիսիք են թափառող զինամթերքը, անօդաչու թռչող սարքերը եւ արհեստական բանականության համակարգերը։ Նրա խոսքով վերանայման հրապարակումից ի վեր պաշտպանության նախարարությունը հետընթաց է ապրել ռազմական ֆինանսավորման հարցում։ Վերջինս զգուշացրել է, ներդրումների պակասը քայքայում է արդյունաբերական բազան եւ ստիպում պաշտպանական ընկերություններին տեղափոխել արտադրությունը արտասահման։ Այժմ միջոցներ չկան եւ դրանք կարող են հասանելի չլինել եւս 4 տարի։
Ուստի շատ առաջատար տեխնոլոգիական ընկերություններ գումարի հետևից գնացել են Գերմանիա, Լեհաստան կամ Միացյալ Նահանգներ, եւ դա մեծացնում է արդյունաբերական բազայի արդյունավետ սպառման ռիսկը, հավելել է աղբյուրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նվազեցնել Ուկրաինային իր աջակցությունը եւ մեծացնել ճնշումը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության երկրների վրա, եթե հանրապետական կուսակցությունը վատ արդյունքներ ցույց տա նոյեմբերին միջանկյալ ընտրություններում։ Նման տեսակետ է հայտնել Politico-ն, հղում անելով անանուն եվրոպացի պաշտոնյայի։ Թերթի աղբյուրի խոսքով Թրամփը դա կանի իր հիմնական ընտրազանգվածի աջակցությունը վերականգնելու համար։ Պաշտոնյան նշել է ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման հետագա վատթարացման ռիսկը։ Իրանի զինված ուժերը շարունակում են հսկել Հորմուզի նեղուցը եւ կոչ են անում բոլոր նավերին ձեռնպահ մնալ առանց Թեհրանի համաձայնության տարանցումից։ Ըստ Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդուլլահի, մենք անում ենք ամեն ինչ Հորմուզի նեղուցի անվտանգությունը ապահովելու եւ իրավիճակը կառավարելու համար։ Մենք կոչ ենք անում բոլոր առևտրային նավերին եւ նավթատար նավերին ձեռնպահ մնալ ցանկացած տարանցի գործողություններից, առանց Հորմուզի նեղուցում տեղակայված զինված ուժերի հետ համաձայնեցման, որպեսզի չվտանգվի նրանց անվտանգությունը, ասել է զինվորականը։ Նա զգուշացրել է, ցանկացած օտարերկրյա ռազմական ուժ, մասնավորապես ԱՄՆ զինված ուժերը, կենթարկվեն հարձակման, եթե մոտենան կամ մտնեն Հորմուզի նեղուց։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Եվրամիության ավտոմեքենաների վրա մաքսատուրքերի բարձրացման մասին հայտարարված որոշումը հարված է ամբողջ Եվրոպային։ Մերցը նշել է, ինքը չի դիտարկում ԱՄՆ-ի նոր ներմուծման մաքսատուրքերը որպես հատուկ Գերմանիային ուղղված միջոց։ Նա ցանկանում է հարվածել ամբողջ Եվրոպային, ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա հավելել է, ԱՄՆ նախագահը արդարացիորեն մի փոքր հիասթափված է, որ Եվրամիությունը դեռևս չի ավարտել 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի հետ կնքված առևտրային համաձայնագիրը։ Այս համաձայնագրի նկատմամբ դիմադրությունը շարունակում է մնալ Եվրախորհրդարանում։ Վերջինս բացատրել է, Թրամփը կորցնում է համբերությունը եվրոպական կողմից նոր պայմանների անընդհատ մշակման նկատմամբ։ Ամերիկացիները ամեն ինչի պատրաստ են, բայց եվրոպացիները ոչ, պնդել է կանցլերը։ Հետևաբար ես ուզում եմ, որ մենք հնարավորինս արագ համաձայնության հասնենք այստեղ, եզրափակել է Մերցը։ Իրանը Պակիստանի միջոցով Միացյալ Նահանգներին է ներկայացրել ռազմական գործողությունների մշտական դադարեցման իր ծրագիրը եւ այժմ սպասում է Վաշինգտոնի պատասխանին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Իրանը Պակիստանի միջնորդների միջոցով ներկայացրել է ռազմական գործողությունների մշտական դադարեցման իր ծրագիրը եւ այժմ գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է։ Դիվանագիտության եւ շարունակական դիմակայության միջև ընտրությունը Վաշինգտոնինն է, ընդգծել է Ղարիբաբադին։ Փոխարտգործնախարարը հավելել է, Թեհրանը պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին եւ շարունակում է անվստահություն հայտնել ամերիկյան կողմին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, կարող է կրկին ռազմական հարվածներ հասցնել Իրանի դեմ։ Նա նշել է, եթե Իրանը վատ պահի իրեն, հնարավոր են նոր գործողություններ։ ԱՄՆ նախագահը ընդգծել է, իրավիճակը մնում է բաց եւ անկանխատեսելի։ Միաժամանակ նա խոստովանել է, ուսումնասիրում է իրանական առաջարկը։ ԱՄՆ ռազմական ղեկավարույցը զեկույց է ներկայացրել հնարավոր հարվածների սցենարների վերաբերյալ։ Նավատորմային ուժերը արդեն տեղաշարժվել են տարածաշրջանում։ Թրամփը հայտարարել է, առաջարկը իրեն չի բավարարում եւ դժվար ընդունելի է համարում այն։ Եղանակը առաջիկա օրերին մայիսի 5-ից 7-ը ժամանակ առ ժամանակ 8-ի եւ 9-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ի եւ 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ից 6-ը աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով, մայիսի 7-ից 9 աստիճանաբար նույնքան կբարձրանա։